Կասյան։ Բոլորին պետք է խոսացնեք, հա։ Գիտեք, ես հոգնել եմ այս կեղծ մեր օրակարգից։ Ամեն ինչը կեղծ է, ամեն ինչը սուտ է։ Մարդիկ սուտ են խոսում, որպես ճիշտ ամատություն։ Ում են հիմարի տեղ դնում, այդքան է բան։ Ես ուզում եմ փոխվի, ազգը նորմալ ապրի։ Ինչ եք ուզում, որ Փաշինյանը հեռանա։ Սուտից, կեղծ օրակարգից, ամեն ինչը կեղծ է, սաղ ծաղրածու են դարել։ Հնուց դեռիվեր բոլոր թագավորները ծաղրածուներ են ունեցել, որոնց թույլատրվում էր, ասենք թե ամեն ինչ ասել, ամեն ինչ, իրանք ոչ մի պատիժ չեն կարող։ Հիմա ամբողջ ազգն է դարել ծաղրածու եւ ով ինչ ամեն մեկը, ասենք թե մեկը Փաշինյանի էս մի մատնամետը Փաշինյանի բանն այլ, ասենք տարբեր մասերով ծաղրածու։ Ես էս կեղծ օրակարգից օգնել եմ։ Չի կարող պետություն գոյություն ունենալ կեղծ օրակարգով, սուտի վրա հիմնված ոչինչ չի կարող շարունակվել։ Այդքան Ինչ ճանապարհ եք տեսնում իշխանափոխություն իրականացնելու։ ազատվել ստից, կեղծիքից, օրենքով, ով պետք է փոխի, մարդիկ են փոխում համապատասխան, մարդիկ կան դրա համար կրթված, կան մի բան, համապատասխան 100,000-ավոր ձայն տվեցին ընտրությունները։ իրավաբանը իր օրենքներն է անում, այսօրվա օրով մեր ազգային ժողովում ովքեր են նստած, իրավաբաններ, թե բիզնեսմեններ, որ ոչ ես չի ասի դրանք ինչ են բիզնեսմեն են, ինչ են, չգիտեմ ինչ են, ծաղրածուներ, ծաղրածու, թող ոչ ոք ինձանից չնեղանա, ոչ ոք, ինձ շատ են ճանաչում, ամբողջ աշխարհով են ճանաչում, այն ձել, ամուսնուս էլ ծաղրածու են դարել, ամոթը կորել է, երբ որ իշխում է սուտը, ամոթը կորում է, այդքան մի բան։ Ձեր անուն հասկան։ Ղազարյան Արփենիկ, Վան Խաչատուրի կինը։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Դուք